Ողջույն։ Վերջին տարիներին շատ ենք լսում հիբրիդային պատերազմ ձևակերպումը։ Ինչ է այն։ Ուղիղ բացատրությամբ սովորական պատերազմն է, որն ուղեկցվում է կիբերգրոհներով, համացանցի և տեղեկատվական միջոցների օգտագործմամբ։ Դա սովորաբար արվում է մի պետության կողմից մյուս պետության ռազմական, տեխնոլոգիական, տնտեսական, քաղաքական, տեղեկատվական անվտանգությունը, ինքնիշխանությունը վնասելու նպատակով։ Այդ բառի օգտագործումը այժմ մի քիչ փոփոխության է ենթարկվել։ Հիբրիդային պատերազմ ասելով հասկանում են ռազմական գործողություններից ոչ պակաս վնաս հասցնող տեղեկատվական պատերազմը։ Օրինակներով խոսենք։ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ Ադրբեջանի և քաղաքացիական պայմանագրի համատեղ հարձակումը շատերից մեծ համոզմամբ հենց հիբրիդային պատերազմ է։ Եթե մայր աթոռի վրա, Աստված մի արասցե, ընկներ ադրբեջանական ռակետ, կլիներ մեծ ողբերգություն, կզոհվեին եպիսկոպոսներ, քահանաներ, եկեղեցին կզրկվեր հոգևոր սպասավորներից։ Հիմա էլ է եկեղեցին զրկվում հոգևոր սպասավորներից, 4 սրբազան կալանքի տակ է։ Հոգևորականներին Նիկոլ Փաշինյանի ցուցումով այցելում է ԱԱԾ-ն ու սպառնում։ Արշակ սրբազանի նկատմամբ կեղտոտ տեխնոլոգիաներ բանեցրին, տեսան չեն կարողանում հնազանդեցնել, հիմար մեղադրանք ներկայացրին ու տարան կալանքի։ Մի 2 տարի առաջ զավեշտալի դեպք տեղի ունեցավ։ Ոստիկանության գնդապետը, որը այս իշխանության խիստ քննադատներից է, նաև քննադատում էր Նիկոլի դասընկեր ոստիկանապետին, սա կարգադրում է, որ որքան հնարավոր է վարկաբեկող մեղադրանքով ձերբակալեն։ Ու գիտեք ինչ մեղադրանքով էին ձերբակալվել այդ գնդապետին։ Կոֆե վարկա գողանալու։ Կարևորը վարկաբեկելն էր։ Հիմա Արշակ Սրբազանին կալանավորեցին թմրամիջոց ապօրինի իրացնելու մեղադրանքով, բայց մեղադրանքի էլ էությունը այլ է։ Ասում են 2018 թվականին կաթողիկոսի դեմ այն խուլիգանական ակցիայի մասնակիցներից մեկի ուսապարկում պլան է գծել։ Պատկերացնում եք։ Ինքն անձամբ ըստ մեղադրանքի։ Մի հատ ֆեյք կա, չգիտեմ ինչ վարդապետ անունով։ Բոլոր լրատվականներին ուղարկում է աշխարհի ամենահիմար ստերը։ Ես մի քանի հատ նամակ ստանալուց հետո բլոկեցի դրան։ Մտածում էի, որ ՔՊԻ կամ հենց Նիկոլի ֆեյքն է, որովհետև այդպիսի աբսուրդ բաներ մենակ ինքն է հորինում։ Բայց դու մի ասա, որ այդ ֆեյքը ստեղծվել է որպես եկեղեցու դեմ գործիք, որ հարմար ժամանակ քննչականը գործեր հարուցի։ Այսինքն իրավաբանությունը 0 է։ Հերիք է մի հատ ֆեյք կամ ֆեյքանման մի բան սարքու, միտեղ մի բան դուրս տա, դա արդեն հերիք է քննիչին։ Հերիքավոր միջնորդություն արդեն ներկայացնի Հայ առաքելական եկեղեցու arczepiskopos-ին կալանավորելու համար։ Բարոյականը դեռ մի կողմ եմ դնում։ Այդ մարդիկ ամեն օր են ցույց տալիս, որ այդ տեսակ հատկությունները իրենց համար արժեք չունեն, բայց մասնագիտական, փաստական հիմքերին էլ չեն նայում։ Դա էլ կարևոր չէ։ Կարևորը հրանգին համապատասխան գործելն է, որովհետև ինչ, ինձ համար ակնհայտ է այդ մարդկանց մոտիվացիան ինչումն է, որ պատրաստ են գնալ այդ քայլերի գնով։ Իհարկե իրենց այնքան են վարկաբեկել, որ անհնար է որևէ մեկին կարողանան իրենք վարկաբեկել։ Ավելին, իրենք են վարկաբեկվում ամեն անգամ։ Արշակ Սրբազանը հաստատ հիմա իր կշիռը բարձրացրեց ավելի։ Բոլորը հասկացան, որ այն ինչ ի սկզբանե արվում էր իր նկատմամբ, հենց կեղծիք էր, այնպես ինչպես խուլիգանի գրպանը պլան գցելու հեքիաթ է։ Այն ինչ անում է իշխանությունը հենց հիբրիդային պատերազմն է, եւ օրերս էլ Եվրամիությունը հայտարարեց $12 միլիոն տրամադրելու մասին հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու ձևակերպումներով։ Երևի նկատի են ունեցել հենց հիբրիդային պատերազմ մղելու համար։ Շատ ենք լսում նաև 5-րդ շարասյուն արտահայտությունը, որն է դա։ Դարձյալ պատերազմական տերմին է։ Երբ ֆաշիստական ուժերը 4 շարասյունով հարձակվում են Մադրիդի վրա, 5-րդ շարասյունը, որը արդեն քաղաքի մեջ էր, վճռական պահին պետք է հարվածեր թիկունքից, տարածելով շփոթություն, զբաղվելով դիվերսիայով, լրտեսությամբ։ 5-րդ շարասյուն տերմինն այսօր ակտիվորեն գործում է քաղաքականության մեջ։ Ով դուրները չի գալիս, կպնասում է 5-րդ շարասյունը։ Բայց իրականում 5-րդ շարասյանը բնորոշ են հենց ՔՊԻ գործողությունները, պետության մեջ թշնամու շահերից գործող ուժ։ Ինչպես որ պատերազմի ժամանակ էր տարածում ստեր, այնպես էլ դրանից հետո եւ հենց հիմա
լրտեսություն, գաղտնալսումներ, գլխին սարքոցինել ու այդ ամենը ազգային արժեքների, կերպարների եւ ինստիտուտների նկատմամբ։ Մի քանի օր առաջ բացահայտված բանակցային 2019 թվականի փաթեթը, որից հրաժարվել է Նիկոլ Փաշինյանը, ոնց նայում ես 5-րդ Շարասյան մասին է։ Միայն այդ այսպես կոչված շարասյունը կարող էր Արցախը պահելու բանակցային փաթեթ ստանալ, միտումնավոր տապալել, հրաժարվել անգամ բանակցությունը շարունակելուց, լավ իմանալով ռազմական բալանսի խախտվածության մասին, թշնամու շահեկան դիրքի մասին, ու այդ ամեն իմանալով գնար պատերազմով փաստացի հանձնելու ճանապարհով։ Հիշում եք, առաջին իսկ օրը պատերազմի սկսվելու գնաց ազգային ժողովի ամբիոն, ինչ ասաց համայն հայությանը։ Հիշեցիք, ասում էր, ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու։ Ասեք, որ տարիներ անց ամեն բան ընկնում է իր տեղը, այն ժամանակ էլ էինք վրդովել, թե էս ինչ ես ասում, առաջին օրով, հեսա հելնում ենք մռութներին տանք։ Այսինքն ինչ, մեր պետության մեջ աշխատել է մեր պետության դեմ։ Մյուս բնորոշումը տրոյական ձին է։ Ըստ հին հունական առասպելաբանության, տեսնելով, որ 10 տարի չեն կարողանում հաղթել պատերազմում, տրոյան պաշարած հույները փայտե հսկա ձի են պատրաստում, նրա մեջ թաքցնում են ռազմաջոկատներ, թողնում են ձին քաղաքի պարիսպների մոտ, տրոյացիները տանում են քաղաք, հավատալով, որ այն երկնային պարգև է։ Գիշերը դուրս են գալիս ջոկատները եւ կործանում են տրոյան ներսից։ Հայաստանում այդ հարցը շատ են տալիս։ Մեր այսօրվա իշխանությունները գործակալ են թե չէ։ Տպավորությունն այնպիսին է, որ երկիրը ներսից կառավարում է թշնամին։ Թշնամին իր ներկայացուցիչներն է դրել, ազդել Հայաստանի իշխանության վրա, որովհետև սրանք ինչ որ անում են, ձեռնտու է միայն մեր թշնամիներին։ Արցախը տրոյական ձին է տարել կործանման ու հասել է Հայաստանին, մեր հավատին, մեր եկեղեցուն, մեր միասնությանը, մեր սփյուռքին։ Այսպես ձևակերպեմ։ Նիկոլն ու ՔՊ-ն կարծես տրոյական ձին են, իսկ ամեն ոլորտ ունի իր տրոյական ձիու քուռակները։ Եկեղեցու մեջ այն եպիսկոպոսներն են, որոնք չնայելով վարչապետի գրոհներին գնում են նրա հետ գործարքի։ Դատական համակարգում Մասիս Մելքոնյաններն են, նրա նմանները։ Քնչականում սրբազաններին անհեթեթ մեղադրանքներ գրողներն են։ Բանակում սպայի պատիվը հողին հավասարացրածները։ Եթե քնչական համակարգում չլինեին տրոյական ձիեր, ապա 3 քրեական գործեր կհարուցվեին, թե այն մարդկանց դեմ կլինի Գյումրու տնտեսագիտական համալսարանի ղեկավար, ԱԱՑ աշխատող, որոնք այցելում են հոգևորականին ու պահանջում պատարագի ժամանակ կաթողիկոսի անունը չտալ, թե Նիկոլ Փաշինյանի դեմ, որ հրամայում է այդ ամենը անել։ Այդ ամենը իրավական գնահատականի հստակ բնորոշում ունի։ Պետության մի ճյուղի ղեկավարը խառնվում է եւ ցուցումներ է տալիս պետությունից անջատ առաքելական եկեղեցու ծառայողին։ Մի բան էլ ստիպում է իր ենթակայության տակ գտնվող ուժայիններին ի կատարածել իր ցանկությունը ամեն գնով։ Դա ինչ է։ Թող Աննա Վարդապետյանը բացատրի։ Վստահ եմ, նրանք գիշերն էլ քնից հանեք, անգիր կասի, թե հոդվածները, թե պատժաչափերը համաշխարհային փորձից էլ օրինակներ կբերի։ Վախտին մի դատախազ ունեինք, որ այսօր ուզում է ընդդիմադիր աշխատել։ Նիկոլի սաղ հրահանգները կատարում էր, անձամբ գնում էր դատարան, դոշերով պաշտպանելու հակասահմանադրական քրգործը։ Իսկ հիմա ասում է, թող ԱԱՑ-ն հիմքեր տար կկալանավորեի Նիկոլին։ Վաղ Աննա Վարդապետյանն էլ են նույնն ասելու, պաշտոնից հեռանալուց հետո իհարկե։ Նիկոլը շաբաթը 7 օր իրեն կալանավորելու հիմքեր է տալիս, չհաշված երեկվանը։ Խոստովանում է, որ ԱԱՑ-ն ուղարկում է հոգևորականների հետևից։ Այն 10 եպիսկոպոսները, որ եկեղեցին քանդողների կողքն են անցել, նրանց մինչ այդ քանի անգամ է այցելել ԱԱՑ-ն։ Մի օր պատմելու են, չէ՞։ Երբ արդարադատության նախարարն ասում է մեր երկրում քաղբանտարկյալներ չկան, դրանով հիմք է տալիս ասելու, որ մեր երկրում չկա արդարադատության նախարար։ Եթե դու, լինելով այդ համակարգի քաղաքականության մշակող կազմակերպիչ, հերքում ես անհերքելին, դու ավելի շուտ այդ համակարգը քանդող ես։ Ոչ միայն քաղբանտարկյալներ կան, այլ այնքան շատ են ու շատանում են, որ վախենան վաղը իրական հանցագործներին, մարդասպաններին ազատ արձակեք, համաներեք, որ քաղբանտարկյալներին տեղազատվի։ Ինչու են քանդում եկեղեցին։ Ունեմ շատ պարզ բացատրություն։
Պետության բացակայության պայմաններում պետության ֆունկցիան է կատարել եկեղեցին։ Լրացրել է այդ տեղը իրենով, մինչև նոր պետականություն է ստեղծվել։ Դրա համար սրանք, որ մեր հստակ կարծիքով գնում են պետականության վերացման, երևի թե փորձում են կազմաքանդել եկեղեցին, որպեսզի պետականության հետագա վերականգնման շանս չլինի։ Կոտրում են, վերացնում են իմունային համակարգը։ Եթե չկա պետականություն, բայց կա եկեղեցի, պետականությունը կարող է վերականգնվել։ Բայց եթե վերացնում ես եկեղեցին, հետո կարող է եւ պետականությունը չվերականգնվել այլևս։ Ու այդպես լուծում ես հայկական հարցը ընդմիշտ։ Կարճ ասած։ Երևի թե ճիշտ են ասում։ Գործ ունենք մեր երկրում հիբրիդային պատերազմի հետ, որը մղում է մեր երկրում թշնամու տրոյական ձիու մեջ թաքնված 5-րդ շարասյունը։ Մեր երկիրը ներսից է գրավված։ Այդ խաղաղության պայմանագիր բան այդ ամենը զրո է, ժողովուրդ ջան, կտերեն միամիտների համար, փափուկ բարձ, որ չդիմադրենք, չըմբոստանանք, իբր ինչ արվում է, մեզ համար է արվում։ Նիկոլ Փաշինյանը վախերի մեջ է։ Դա ասում եմ մեծ համոզվածությամբ։ Նա գիտի, որ այս գործընթացը շուտով անկառավարելի է դառնալու։ Այն որ իր իշխանության դեմ բողոքի ակցիա չի լինում, նա հասկանում է, չէ, որ դա ոչինչ չի նշանակում։ Ուղղակի ակցիաներն ու հանրահավաքները բան չեն փոխում, մանավանդ հիմա, երբ մարդիկ գիտեն, ընտրություններին մնացել է 6 ամիս։ Կդիմանան։